Բայց ասում է Վազգեն Սարգսյանը դավալու ասում էր հայերեն։ Միայն դաշնակցական մտքի մեջ կարար այս բանը ծնվեր, հասկանում ես, այս հիմնավորումը հասկանում եք, դավալու ասում էր հայերեն, այսինքն դաշնակցականի, որովհետև պարոն Վարդանյանն իհարկե ֆորմալ դաշնակցական չէ, բայց դա կարևոր չէ։ Որովհետև միայն իր ուղեղում ինքը միշտ կարելի է միշտ բացատրել, հիմնավորել, որտեղ որ պետք է ասել, որ այո դավալուն հայերեն է, որտեղ որ պետք է ասել, չէ ոնց դավալուն թուրքերեն է։ Եվ էսա որ այսինքն եթե իրենց քաղաքական մերկանտիլ նպատակների համար է, իրանք խնդիր չունեն այս բառերի հետ, հասկացությունների հետ։ Ես հիշում եմ, որ այսինքն հիմա էլ կա Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունը կոչվում էր Քյոլանլու։ Քյոլանլու։ Իր ներկա անունը, որը փոխվել է հիմա, կոչվում է Գրիբայեդով։ Սա օրինակ, այսինքն հին անունը Քյոլանլուն է, որ նոր անունը փոխվել է Գրիբայեդով։ Սա դաշնակցական աշխարհընկալման օրինակ լավագույն կոմֆորտի պայմանն է, կամ Քյոլանլու կամ Գրիբայեդով։ Նայած ճաշակի ժամանակաշրջանի քաղաքական նախընտրության իրանք կարան այստեղ բան անեն, նավարկեն այս հասկացությունների շուրջ, հասկանում եք, որ պահին որ պետք է իրանք կասեն Քյոլանլու, որ պահին որ պետք է կասեն Գրիբայեդով։ Բայց հայերեն իրանց դեպքում երկուսն էլ հայերեն է, որովհետև այդ նույն աշխարհընկալման մեջ, որտեղ որ Կտրիչ Ներսիսյանը վեհափառ է, նույն աշխարհընկալման մեջ դավալուն հայերեն է։ Այդ նույն աշխարհընկալման մեջ է, որ Քյոլանլուն եւ Գրիբայեդովը նորից հայերեն են։ Բայց ոչ մի բան, որ իսկապես հայերեն է, հայերեն չի իրանց համար, որովհետեւ իրական Հայաստանը իրական չի իրենց համար։ Էս է ամբողջ խնդրը։